վերաբերյալ Դավիթ Ղազենյանի նկատմամբ կիրառված խափանմիջոցին, ապա ըստ էության բավականին բովանդական եւ ծավալուն քննարկում տեղի ունեցավ, ներկայացվեցին այնպիսի դիտարկումներ, այնպիսի հանգամանքների ի վերջո անցում կատարվեց, որոնք դատարանի խորին համոզմամբ որոշակիորեն կամ չեն կարելի ասել մեծամասամբ սույն գորեթին քննության ենթակա, սույն փուլի, սույն հարցադրման քննության ենթակա շրջանակներից դուրս է, խոսքը վերաբերում է վկաների ցուցմունքներին, դրանց նշանակությանը, այդ նշանակության պայմանավորված խոչընդոտելու, այսպես ասած, ցանկության կամ մտադրության բացակայությանը, որոնք դատարանը սույն փուլում չի կարող քննարկման առարկա դարձնել։ Միևնույն ժամանակ դատարանը ուղղակիորեն մատնանշում է, որ քննարկվող իրավիճակը ուղղակիորեն համապատասխանում է այնպիսի իրադրությանը, որով ֆինանսականը տվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կայացված որոշմամբ, որի եզրափակիչ մասի առաջին մասի Գ կետում ուղղակիորեն մատնանշել է հետևյալը. Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ ունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից բացառությամբ 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերը վերաբերում են այն իրավիճակներին, երբ անձը բռնվում է անմիջապես հանցանք կատարելուն կամ անմիջապես դրանից հետո, որպեսզի հանգամանք սույն իրավիճակում չունեն, չի կարող պահվել անազատության մեջ։ Եվ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը բացառությամբ սահմանության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, որը ևս առկա չէ, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ազգային ժողովի համաձայնությամբ։ Ըստ էության ներկայացված դիրքորոշումը կոնկրետ անձի, ով նախորդ գումարման ազգային ժողովում ունեցել է պատգամավորի կարգավիճակ, ըստ էության արձանագրվել է հետևյալը. Վճռաբեկ դատարան Մխիթար վերաբերյալ վճռաբեկ դատարանը 2024 թվականի մայիսի 14-ին կայացրած թիվ ՍԴ 00660121 քրեական գործով որոշման 15-րդ կետով մատնանշել է հետևյալը. Ներություն էլի դատարանի հետ հավասար մի խոսք. Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած չի կարող պահվել անազատության մեջ այլ կերպ կամ ազգային ժողովի համաձայնությամբ, բացառությամբ սահմանության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մխիթար Զաքարյանի 2021 թվականի հուլիսի 22-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստի ուժով ենթակա եղել ազատ արձակման, քանի որ սույն քրեական գործով քրեական հետապնդում իրականացնող բանի կողմից ազգային ժողովին չի ներկայացվել պատգամավորի ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություն։ Հետևաբար առկա չի եղել նաև պատգամավորի ազատությունից զրկելու վերաբերյալ ազգային ժողովի համապատասխան համաձայնությունը։ Միևնույն ժամանակ նույն որոշման 19-րդ կետում վճռաբեկ դատարանը հանգել է հետևության, որ նկատի ունենալով հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը Մխիթար Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու պայմաններում ստորադարձ դատարանների դատական ակտերի բերկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ։ Դրանք ունենալով ժամանակավոր բնույթ կորցրել են իրենց իրավական նշանակությունը։ Ուստի վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է մերժել, ճանաչել Մխիթար Զաքարյանի անձնական ազատության դիալոգի խախտման փաստը, ստորադարձ դատարանների դատական ակտերը թողնելով ուժի մեջ համապատասխան իրավական դիրքորոշումների հաշվառում։ Ներկայացված դիտարկումները գնահատելով սույն քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Դավիթ Ղազենյանը ըստ էության ազատությունից զրկվել է այն պահին, երբ դեռևս ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ չի ունեցել։ Միևնույն ժամանակ սույն քրեական գործով Վարդի մեղադրականի զարգացության փաստարկված ուղարկվել է դատարան, վերջինիս նկատմամբ խափանմիջոց կիրառված կալանքը շարունակվել է արտահամադրական ժողովի կողմից կայացված որոշմամբ, ըստ էության ձեռքբերական հանձնաժողովի կողմից կայացված որոշմամբ, ըստ էության ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ 2026 թվականի հուլիսի 22-ի, եթե չեմ սխալվում, կայացված որոշման շրջանակներում։ Հետևաբար այդ տրամաբանությամբ դատարանը գտնում է, որ ներկայացված երկու դիրքորոշումների բարձրագույնացիաների կիրառել են սույն դեպքի նկատմամբ եւ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Դավիթ Ղազենյանի նկատմամբ կիրառված խափանմիջոց կալանքը չի կարող շարունակվել։ Դատարանը արձանագրում է, որ վերջինիս նկատմամբ կիրառված ամենախիստ խափանմիջոցը ենթակա է վերացման, ինչ վերաբերում է ըստ էության այն դիրքորոշումներին, քննարկումներին, թե արդյոք
դատանի սանկցիաներում ենթակա ավելի ճիշտ նախաքննության փուլի շրջանակներում այն երկու խափանմիջոցների տնային կալանքին վարչական հսկողությանը, թե արդյոք դրանք կարող են դիտարկվել անազատության մեջ պահելու շրջանակներում, ապա ըստ էության տնային կալանքի առնչությամբ դիրքորոշումները նույնական են, որևէ առարկություն կողմերը չեն ներկայացրել դրա անազատության մեջ պահելու հետ կապված հանգամանքի, իսկ ինչ վերաբերում է վարչական հսկողությանը, ապա այդ խափանմիջոցի վերաբերյալ դիտարկումների հետ կապված դատանը կիսում է պաշտպանության կողմի մոտեցումը, հաշվի առնելով միետ դիրքորոշումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ըստ էության ազատություն է սահմանափակող բնույթ կարող է տրվել այդ խափանմիջոցին, եթե կիրառվեն խափանմիջոցի սահմանափակումները։ Այս հանգամանքների հաշվառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով վերջինիս ընդգծող հանգամանքները, բարույթի նախաձեռնումից հետո մինչև խափանմիջոցի կիրառումը վերջինիս ազատության մեջ գտնվելու հանգամանքը, այդ ժամանակահատվածում վերջինիս կողմից բարույթի քննության խոչընդոտ հանդիսանալու կամ խոչընդոտելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը դատանը գտնում է, որ որևէ այլընտրանքային խափանմիջոցի կիրառումը անհրաժեշտություն չի ներկայացնում։ Սա մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանմիջոցների մասով, ինչպես որոշվել է դատական նիստի սկզբում, այդ հարցադրումների քննություն դատական նիստի շրջանակներում չի իրականացվելու, միևնույն ժամանակ հաշվի առնելով դատական նիստի մասնակցող անձանց բազմաթիվությունը եւ նաեւ բացակայող անձանց առկայությունը, հաջորդ դատական նիստի օրվա ժամի հետ կապված դատանի աշխատակազմը լրացուցիչ կհամաձայնեցնի։ Դատական նիստը հետաձգվում